AMG հերոստանգերության եթերում ես շարունակում եմ մերոնք շարքը, սա թերևս իմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին հաղորդումն է, ասենք նախավերջին, քանզի հետո գալու եմ Հայաստան եւ այնտեղից կզրուցենք, բայց այստեղ այս պահին վերջին թողարկում։ Եվ ես ուզում եմ այդ պայմանական ասած այդ տղեղ բառը վերջին բառը վերջին հաղորդում բառը օգտագործենք շատ ավելի հաճելի տոնայնության մեջ եւ հրավիրել եմ օպերային երգիչ Ռուբեն Թելունցին։ Շատ շնորհակալ եմ եւ հրավերն ընդունելու համար եւ այստեղ այդ պատիվը ինձ համար դուք էլ 99 թվականից հետո այդ չարաբաստիկ դեպքից հետո երբ չգիտեմ Քոչարյանն ու Շարոյանը որոշել էին ոչնչացնել հայ մեծերին դուք էլ դրանից հետո հայտնվեցիք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես որպեսզի պարզ հասկացվի որ ոչ թե ես այն մնացողներից եմ որոնք մնացել են ես հետո Վաչե Ստեփանյանի հետ միասին եկանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ հույս ունենալով որ Գոհար Գասպարյանը եւ Տիգրան Լևոնյանը կգան որովհետեւ ես հանդիսանում էի Տիգրան Լևոնյանի փոխարինողը եւ օգնականը եւ մենք ամեն ինչ անում ենք որպեսզի թատրոնը բարգավաճի բայց այն ինչ որ արեց Շարոյանը դրանից հետո ես կարծում եմ այլևս հնարավոր չէր ոչ մի բան անել եւ մենք հույսով եկանք ժամանակավոր որ ինչպես դուք ասեցիք վերջինը ժամանակավոր է ձեզ որտեղ հույս ունեմ նորից կգաք նորից հաղորդումներ կանեք այստեղ այ իհարկե մի ընկեր ունեի Հանգուցյալ Աշոտ Հախինյանն ասում էր արա այդ ինչ են դատարանում ասում վերջին խոսքին չէ այդ մարդը չի խոսելու վերջինը լավ չի նախավերջին բանը հնչում կամ որ ասում են մահճակալ պարոն Թելունց ես ձեր գիրքն էի ոտ Ես սիրով ձեզ վերջիններապես վերջում են նվիրում, ես հենց սկզբից եմ վերջին տրամվայը, չգիտեմ ինչու վերջին, այսօր վերջինի վրա շատ կենտրոնացանք, բայց վերջին լինելով հանդերձ դուք այստեղ ասում եք միտք, ապրեք հեքիաթների մեջ կամ իրականությունը դարձրեք հեքիաթ։ Այդ ժամանակ երևի կհասկանաք ծաղիկների լեզուն։ Դուք ապրել եք այդպես ու հասկացել եք ծաղիկների լեզուն։ Իսկ ո՞րն է ծաղիկների լեզուն։ Գիտեք ինչ կա Մարդ կա, որ քեզ վատություն է անում, ուղղակի ժպտալով նայում ես նրան, ժպտում ես, ծաղիկների լեզուն դա ժպիտն է, բարի ժպիտ է, երբ որ դու իրան ժպտում ես եւ իրեն հասկացնում ես, որ ես ամեն ինչից տեղյակ եմ, բայց ոչ թե ես ժպտում եմ, որովհետեւ դու հիմար ես, որովհետեւ դու ինձնից ավելի խելոք ես, այլ որովհետեւ ես քեզ ներում եմ ամեն ինչ։ Ավելի իմաստուն դժվար է ասել, ուրեմն ինչ տվեց ձեզ Դուք ասացիք, որ մեր զրույցում Վասակի երգը, Արշակ Թագավորի սպարապետ Վասակի երգը ձեր, չգիտեմ, ձեզ համար գերագույն կարևորություն ունի։ Չէ, դե գերագույն կարևորություն այսպես ասենք, ընդհանրապես հոգևոր արժեք է։ Հոգևոր, այո, հայրենասիրական էպես է ստացվել, որ ես բացի մի ներկայացում, որտեղ երկեցի Պասկևիչ ռուսական թագաբանի զորավարի Պասկևիչի տերը կատարեցի ճանապարհորդություն դեպի Էրզրում, Էդգար Հովհաննիսյանի գրված կոմպոզիտոր, հիմնականում բոլոր տեղերը կատարել եմ ես հայրենասերի եւ տարիքով, ինչի որտեղ բաս ձայնը այնպես է ստեղծված որ գրված է եղել պապիկների համար այն ժամանակ երբ որ ես երգում էի պահակ կամ երգում էի հոր կամ երգում էի միշտ կամ պետք է հայր երգեիր կամ պետք է երգեիր ինչ որ մի տարիքով ենք եւ միշտ գրիմ էի արդեն սովորել էի ինձ գրիմ անել որ ծերացնեի ինձ որովհետեւ Տենորի համար գրված ստեղծագործությունները, պարծաները ավելի շատ հերոսական, երիտասարդ, նա պետք է սիրող զույգ լինի, ինչպես Սարոն է, այնպես էր ստացվում, որ զավեշտական, երբ որ ես երգում էի թեկուզ պահակ անուշում, ես անպայման ծերացնում էի ինձ, իսկ երբ երգում էր մի անձնավորություն թեկուզ Ավագ Պետրոսյանը, որ երգում էր Սարո, որը ինքը 60-ից անց 70 անց էր, երգում էր Սարո, բայց ինքը իրեն ջայլացնում էր, ինքը ձև էր անում, որ վազվզում է, իսկ ես ձև էի անում, որ ես պապիկ եմ։ Դա արվեստի, ոնց որ ասում են, ուժն է։ Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, ինչ տվեց ինձ թեկուզ Վասակ սպարապետի դերը, ասեմ ձեզ, իմ ամենահաջողված ներկայացումներից մեկը, որ եղել է դա Դավիթ Բեկի կերպարն է, որ ես ստեղծել եմ Դավիթ Բեկ, ինչի համար այն բան եղավ, որովհետև ինքս ես ակունքով Զանգեզուրից եմ, Խնձորեսկից,
եւ իմ մեծ պապը, ինչպես էստեղ են ասում, պապիկը եղել է Դավիթ բեկի իշխաններից։ Եվ այնպես եղավ, որ այդ ամեն ինչ եկավ հասավ ինձ։ Ես չեմ մոռանա, որ մենք գնացել էինք Տաղարան շարական անսամբլով գնացել էինք նկարահանման Հալիձորում, շատ հետաքրքիր բնություն ուներ։ Այնտեղ մի ավերակներ կար եւ այդ ավերակների մեջ, երբ որ մենք նկարվում էինք, ինձ ցանկություն եղավ երգեմ Դավիթ բեկի արյան հենց այդ բանում այդ ավերակած գիտեք ինչ ձևի հնչողություն էր մենակ ես մի բան նկատեցի որ բոլորը թողել են որտեվ ժամանակը արժեք ուներ այնտեղ նկարանող խումբը եկել է բան ես հասկացա որ նկարանող խումբը կանած սպասում են մինչև ես պետք է ավարտեմ Դավիթ բեկի արյան իսկ ես իրան չէի նկատել որտեվ ընդմիջում էր ես դուրս եկել նայում էի դեպի ձորին եւ երգում էի Հալիձորի դեպի Հալիձորն էի երգում Իմ ոնց որ ասում են, այսպես թրիշներից ամենակարևորը եղել է Դավիթ բեկը։ Իսկ ինչ վերաբերվում է Արշակ երկրորդ օպերային, ապա Արշակ երկրորդը երբ որ ես սկսեցի երգել դերկացումա բացակ սպարավետը։ Մի պահ դադարենք։ Ես ուզում եմ խնդրենք այդ Վարդին, որ մենք մի քիչ վաղուց բարձր արվեստ չենք ունկնդրել։ Մի կտոր լսենք արիայից, հետո նոր շարունակենք։ Այ հիմա եկեք Արշակ թագավորից, գիտեք, ես դաժան նմանություններ եմ տեսնում ընդհանրապես պատմության մեջ։ Ժամանակին Արշակ թագավորը ուզեց մի խաչմերուկ սարքի։ Խաչմերուկ, որտեղ առևտրի կենտրոն կդառնար, Ասիայի SCN-ի հետ կապված այսօր որ այդքան խոսում են։ Այդ խաչմերուկի մարդ չտվեցին հայոց իշխանները, փոխարեն հավաքվեցին, եկան կոտորեցին այդ կարևոր առևտրային տարածքը սարքող ժողովրդին եկան իբր իրենց ծառաներին տանեն։ Հիմա այսօր խոսում են Մեղրի միջանցքից, որ շատ կարևոր է Հայաստանի համար։ Այդ մի շունչն է մնացել շնորհիվ Նժդեհի։ Հիմա էլի ասում են, ապեր տվեք ռսին կամ ապեր տվեք սրան եւ այլն։ Մի խայտարակ նմանություն կա։ Դարերի խորքից գալիս ենք նույն նմանությունը։ Հիմա այ խոսեք Արշակից։ Ես որպեսզի ցավով պատասխան չտամ, ես կատակով պատասխան կտամ։ Ունենք մի այսպեսի կոնսերվատորիա մի հատ շատ լավ ընկեր, որի անունն էր Զոնդ, չեմ անում ինչի, մենք իրան Զոնդ էինք ասում, ինքը շատ լավ ակարդեոներ նվագում, հումորը ուղղակի իր վրայից ընկնում էր։ Բարսեղ Թումանյանն հենց համակուրսեցիներ, նույն Բարսեղենք մի կուրս վերև էին։ Ուրեմն հենց որ մի հատ լավ բաներ տեսնում ասում եմ
ազգ ենք է, ազգ։ Հենց որ մի հատ վատ բան էր տենում, սենց էր ազգ չենք։ Մեր մոտ կա երկու պատասխան, միջինը չկա։ Կամ ազգ ենք, կամ ազգ չենք, ազգ չենք։ Ինչ վերաբերում է Արշակ երկրորդին, ես հնարավորություն ունեի երգել Արշակ երկրորդ։ Երկրորդ հենց պարտիան, հենց առաջնեկը, բայց ինչ կատարվեց։ Ես կողքս ունեի, ավելի ճիշտ ես կողքին էի այնպիսի երգիչների, ինչպիսին էր Միրան Երկաթը, Նար Հովանեսյան, Գոհար Գալսպարյան, Գոհար Գալաչյան, ես մի հետաքրքիր բան ունեմ, որ միշտ ասում եմ, ուրեմն առաջի երկրորդ ներկայացումն է, ես երգում եմ Վասակ Սպարապետ։ Եվ պետք է բացվի վարագույրը եւ սկսենք 4-րդ արդեն բրծել է 4-րդ տարարն, արդեն ներկայացումն է, եկեղեցու հատվածն է։ Այսպես բանը կանգնած աստիճանի նման դիմացը ես եմ կանգնած, կողքից Գեգամ Գրիգորյանն է, Հրաչյա Նիքսալյանն է երիտասարդ, Գոհար Գալաչյան, շուռ եմ գալիս, տեսնում եմ Նար Հովանեսյան, Միրան Երկաթ, Գոհար Գասպարյան, ու Գոհար Գասպարյանը նկատեց իմ դեմքի արտահայտությունը։ Սենց արեց։ Քեզ ինչ եղավ։ Ասեցի, ոչինչ, Գոհար Միխայել, ամեն ինչ նորմալ է։ Էй, բնավ գույն չունես դեմքիդ։ Դե ասեցի, ախր նայում եմ ովքեր են կանգնած կողքից, ես արդեն վատացա, չասեց ջանեմ, ասում հանգիստ տեղի ներկայացումը երկեցիր էլ բանը չի մնացել երկել։ Վերջի հատվածներ ես երջանիկ եմ, որ երկել եմ այդպիսի հզոր տիտանների հետ։ Եվ երբ որ ինձ առաջարկեցին Արշակ երկրորդը, ես ասի կլինի ես Վասակ Սպարապետ երգեմ, որովհետև այդ դեպքում ես կերգեմ մեծ երգիչների հետ։ Կներեք, Վասակի այն հայտնի պատմությունից մեզ եկած, երբ իրեն շապուհն ասում է աղվես, այդ դու էիր իմ զորքերը կոտորում, ասում էր ես այն աղվեսն է, որ ոտքս դնում էի մի սարի վրա, նայր ներքև գնում մյուսին, մեկը Բյուզանդյան էր, մեկը դուք էիք։ Հրաշք է։ Ես ուզում եմ հասկանալ, խնդրություն է կարողանալ իրականություն դարձնել, զգացողությունը Վասակ Սպարապետի, այդ հզորի, այդ մի փոքր բայց հզոր ինքը կարճահասակ է եղել, բայց շատ հզոր է եղել, ուսումնասիրել եմ ես պատմությունը, որովհետև այսպես էր, կարծես բախտը ինձ հետ էր, երբ որ ես սկսեցի երգել բոհեմ ներկայացումում Կոլենի պարտիան, այնպես ստացվեց, որ ես դրանից մոտավորապես մի ամիս առաջ մեկնեցի շրջագայության Ֆրանսիա։ Փարիզում ես ուրիշները ինչ էին անում, չգիտեմ, ես ընկած ոտքով այդ Մոնմարտրի տարածքն էի, ուսումնը բոհեմական շարժումն էի։ Հիմա նույն ձևի Արշակ երկրորդը, երբ որ ես երգեցի, ուսումնասիրում էի, թե ով է եղել ինքը, որին վերջին հաշվով տիկ են հանել եւ կանոնացրել են հենց Արշակ երկրորդի Արշակի դիմաց։ Արշակ երկրորդը, եթե ինձ հարցնեին, ես կասեի, որ Արշակ երկրորդով սկսվեց ամբողջ օպերային արվեստը Հայաստանում, բայց ոչ Սպենդիարով։ Սպենդիարովը մեծ կոմպոզիտոր է, ես երգել եմ նրա ստեղծագործությունները, շատ ստեղծագործություններ եւ ինձ բախտ վիճակվել երգել Ալմաստ օպերայում Նադիր Շախի դերը։ Շատ կարճ էր, ընդամենը մի ներկայացում երգեցի, դրանից հետո հանեցին ներկայացումը, բայց եւ Արշակ երկրորդը սկսվում է 1867 թվականից սկսվում է մեր օպերային արվեստի սկիզբը։ Ով էր բեմադրել առաջինը։ Երևանում շատ բեմադրություններ են եղել։ Իսկ ես երգել եմ բախտ է վիճակվել, երգել Տիգրան Լևոնյանի ներկայացումը եւ ինչպես ստացվեց։ Գնացել էի շրջագայության Օձուն։ Այնտեղ գյուղերում մենք շարական անսամբլով համերգ էինք տալի, իսկ ես փուչուր ժամանակվանից առաջի դասարանից սիրել եմ նկար հանել, ֆոտո եմ ունեցել։ Նկարեցի բավականին հետաքրքիր, եթե դուք հիշում եք Արշակ երկրորդի սկիզբը, երբ որ բացվում է, այս սյուները ինչ ձևի էին, ես նկարեցի Օձունի այդ ճանաչված գերեզմանները եւ բերեցի, ասեցի Տիգրան Լևոնիչ, անպայման սենց արա բացումը, եւ ինքը լսեց ինձ եւ դա գեղեցիկ էր։ Վասակ Սպարապետում, երբ որ երգում էի, ինձ համար պատիվ էր, կրկնվում եմ, որ երգում էի այդպիսի երգիչների հետ։ Վերջին անգամ 18 թվականին 20 քանի տարի անցնելուց հետո, երբ որ ես այստեղ երգեցի շնորհակալություն մեր Վաչե Բարսոմյանին Լարկի շրջանակներում երգեցի 4 ներկայացում այստեղ եւ դրանից հետո ինձ հրավիրեց ավելի ճիշտ առաջարկեց Բարսեղ Թումանյանը
եւ Օրբելյանը այն ժամանակ Կոստանտին Օրբելյանը օպերային թատրոնի գլխավոր գեղարվեստական ղեկավարն էր հրավիրեց եւ ես գնացի այնտեղ երգեցի Վասակ Սպարապետ երբ որ եկան ինձնից հարցազրույց էին վարում տարիներ անց դուք ինչ զգացմունք ասու գիտեք ինչ զգացմունք այնպես էր ոնց որ ես այնտեղ երազում եմ սա իրականությունն է այսինքն այն ինչ որ եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում կարծես չի եղել ես կարծես հայտնվեցի նորից օպերային թատրոնում մերոնց տուն ես միշտ որ գնում եմ ասում եմ ես եկել եմ մերոնց տուն եկեք մեկ անգամ էլ ամբողջնենք ես անգամ Վասակի դերը Արիան ձեր կատարմամբ հետո էլի կվերադառնանք ստուդիա Հեղադրում եմ դավաճանության մեջ կեստիրի Արեքով սազիր պատիվը նախնյացն արգեցի Ֆորն է ամացույցը շանատաս ներարկա Արը ամացույցը հասվոսրան Ինքների նավիտ ու տեղյակ է իր վաղուտ բայց ուրեի Հայաստանը թագն ու գահ բաժնել ենք իրար մեջ Ասր մտանք է կենոց սենքան Ստոր մարսը դում ես դու ահա նամակը Ռուբեն ջան, պարոն Թելունց, չգիտեմ ձեզ ինչ ասեմ, սովորաբար ես չեմ խախտում էտիկետը, պարոն եմ ասում, բայց ուղղակի ձեր կատարմամբ, ձեր զգացողությամբ, այն ինչ այստեղ նշված է Ես դեռ ամբողջովին ծանոթ չեմ, բայց հասկանում եմ ինչ ծրագրով, ինչ շնչով է սա գրվել։ Սա իմ կենսագրությունն է։ Դա ձեր կենսագրությունն է, բայց տրամվայը ես բերել եմ այն, որ 10 տարուց ավել է տրամվայ չկա Հայաստանում, բայց տրամվայը գալիս է ինչ որ հեքիաթային մի տրամվայ, ես նստում եմ այնտեղ, կարծես 19-րդ դարը, կարծես ամբողջը կողքով է անցել, ես 19-րդ դարում հայտնվեցի եւ նա տանում է ինձ այն փողոցը, որտեղով սկսել է իմ սկիզբը, այն տունը, որտեղ ես ծնվել եմ, այն կոնսերվատորիան, որտեղ առաջ անգամ ոտք եմ դրել, այն բոլոր այսինքն հաջորդ կանգառը էս ինչ, հաջորդ կանգառ եւ այս կանգառներով գնում է ամբողջ իմ կենսագրությունը։ Ինչն է մեզ պակասում կամ խանգարում, որ այն բարձր արվեստը, որ այս պահին մենք թեկուզ փոքրիկ կտորներով ներկայացրինք, դառնա մեր կենցաղի մի մասը։ Ինչն է մեզ խանգարում, ասես, ինչ է այն չենք անում, ինչու։ Բարոյությունը։ Ես ձեզ հարց կտամ։ Ինչի երբ որ հայերը գնում են Ռուսաստան, գնում են օտար երկրներ, դառնում են ինչ որ մեկը ճանաչված, բայց երբ որ Հայաստանում են լինում, ոչ մեկը ոչ մի ճանաչում չի ստանում, այսինքն ամեն ինչ անում են, որ հետո ասում են գնա մեռի արի սիրեմ, գնա ապրի ուրիշտեղ, արի քեզ կսիրեմ։ Այդ տարբերակն է։ Ես ինչի պետք է իմ սիրած Երևանը թողեմ դուրս գամ եւ ամեն օր գիշերում երազում տեսնեմ Երևանը։ Երբ որ ես ճիշտ է բանաստեղծությունը գրեցի, կոչվում է Փոշի, երբ որ ինձ եկան երկու աղջնակ այն ժամանակ նոր ժամանակ էր ինչ էր, եկան հարցազրույցի, որովհետեւ իրանք եկել էին հենց Մինիստրի կուլտուրայի նախարարի Շարոյանի հրամանով եկան ինձնից հարցազրույց վարել, ասի կներեք ես զբաղված եմ, ես պետք է վերցնեմ բարձանա վերև, հենց վերևում էր պետք է փորձեի Վասակ Սպարապետ էինք փորձում, Արշակն էինք փորձում, ասեց մենք երկու հարց ենք ուզում տակ, կուզեք դուք ապրել արտասահմանում, ես եմ որտեղ բաման, ասի բայց ինչի ապրեմ, ես Երևանի Փոշին արտասահմանի փայլի հետ չեմ փոխի։ Հաջորդ օրը եղավ Ռուբեն Թելունցը, որի վրա է Երևանի կեղտն ու Փոշին։ Եվ գրեցին այնպեսի բաներ, որ ես ընդհանրապես չէի խոսացել, եւ գիտեք ինչ կա, եկեք չխանգարենք իրար, էլի ուղղակի օգնենք։ Եթե նույնիսկ չենք օգնում, դա նշանակում է, որ էլի օգնություն է։ Չխանգարենք, եթե չենք խանգարում, դա էլ է օգնություն։ Ուղղակի սիրենք իրար, ուրիշ ոչ մի բան։ Այսօր գնում ես Հայաստան Հիմա էլ քեզ վրա թարս նայում են, որովհետև դու օտար երկրից ես եկել։ Բայց դու գիտեք օտար երկրում ինչ վիճակ է։ Ես գրեցի, ախես կյանքից հոգնած ասես ծերանում եմ կաղնու պես, աշնան շունչն է փչում անverջ ու կարծես էլ չունի վերջ։ Բանաստեղծությունը գրեցի, «Խիտ արտասահմանում այդքան վատ է կյանքը»։ Ամեն ինչին նայում են շատ պարզունակ։ Այդ պարզունակությունը գուցե նաև մեր տունը քանդում է։ Դուք մի երգ եք գրել եւ տեսագրությունը կա Երևանի շատ երկեր ունեմ գրել։ Մեկ երգը Երևանը մեր բոլորի կարոտն է։ Ես արդեն շուրջ մեկ ամիս է այստեղ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չգիտեմ գիշերները վեր եմ թռչում, տուն եմ ուզում։ Ես էլ եմ տունը։ Խենթանալու երևույթ է դա։ Լավ ու վատ չէ, այո, մարդիկ կարող են, կան մարդիկ ովքեր, ես մեկ անգամ ասացի,
մեծ ճախրանքի մարդիկ են։ Աշխարհը գուցե հայոց ներ է գնում են դուրս եւ ներկայացնում Հայաստանն ու աշխարհը, այդ ուրիշ է։ Կան մարդիկ, որ այնտեղ կով էին պահում, այստեղ են պահում։ Իմաստը, դրա տարբերությունը ես չեմ տեսնում, ոչ թե կով պահելը վատ գործ է։ Ուղղակի եթե մեկ քայլ առաջ չպիտի գնաս, ուրեմն տավարած կմնաս։ Դա տարկաբանություն է։ Ես առաջարկում եմ, նախ ասում եմ շնորհակալ եմ ձեզ, շատ շնորհակալ եմ, այնքան մարդկային խոսեցիք, վաղուց այսքան մարդկային ու ամիջական զրույց չէի ունեցել։ Վաղուց ես ինքս էլ այսքան չէի խանգարել զրուցակցին։ Մեր հաղորդումն ավարտենք ձեր հայտնի երգով, հա, Երևանի մասին։ Մեր Երևան։ Մեր Երևանի մասին։ Իսկ մինչ դուք երգեք, խնդրում եմ ամփոփեք հաղորդումը, ասեք ինչ կուզեիք ասել։ Առաջինը շնորհակալություն ձեզ, ես հիմա մի բան որ ասեմ, երևի զարմանաք, ձեր աչքերի մեջ նայելով ես տեսնում եմ Երևանը։ Երբ որ գալիս եմ եկով Երևանից, ես միշտ աչքերին եմ նայում, որովհետև ես աչքերի մեջ տենում եմ Երևանը, դեռ թարմ է։ Այդ փոշին կա մեջ, իսկ փոշին դա մեր պատմությունն է։ Շնորհակալություն ձեզ, որ դուք ինձ հրավիրեցիք եւ ես գտնվեցի իմ ստուդիայում, որտեղ ես ունեմ իմ հաղորդումները, ես միշտ գալիս եմ այստեղ, ես գտնվեցի Երևանում յուր։ Ես եմ շնորհակալ։ Վայելենք ձեր կատարումը, կհանդիպենք արդեն Հայաստանում։ Կանչող փարոսես մեզ համար մեր Երևան ամեն հայի համար դու հանգրվան կարոտ սրտի կանչող խորան չքնաղ Երևան
Երևան, իմ Երևան, մեր Երևան